արեստական սուտի հնարած հակամարտության մեջ գցելուց բոլորիս շեղում են իրական պայքարից։ Իրական պայքարը ինչու՞մ է կատարում։ Մշտապես ասել են, մոլորակը արդեն է կիսվել չարի ու բարի։ Հիմա որոշ մարդիկ, ով որ ռուսամետ են, սենց ասենք, համարում են, որ բարին էդի Կիմ Չին Ինն է, Սի Ցզինպինն է, մոլաների իշխանությունն է Իրանում, Մադուրոն է Վենեսուելայում, որ տոննաներով, նարկոտիկով թույնավորում է ամբողջ աշխարհը, բարին էդ է ըստ իրանց, որտեղ իրանք ռուսամետ են, որտեղ ռուսը այդ բլոկի մեջ է, իրանք էլ հետը ռուսը չլի մենք կորացենք։ Չարը արևմուտքն է, որտեղ կա մարդու իրավունքներ, որտեղ կան ազատություններ եւ պարզ իրանց ապելու մակարդակով մենք տեսնում ենք, չէ՞ չարինովը, բարինովը։ Դե այս Մադուրոյի հիմա որտեսի հայերին Եվրոպայի այդ process-ներից, որ հայերը չմտածեն, թե աղբեր ջան, մենք հիմա վերջը որ կողմը պետքա գնանք։ Բարի թե չարի, ճակերտներում երկու կողմն էլ ասում են։ Մեր արժեհամակարգը ում հետ պետքա կապենք, որպեսզի դրա շուրջ չմտածեն, որպեսզի չմտածեն նրա շուրջ, որ տարիներով արդեն ես այս ստուդիայում շատ եմ ասել, քաղաք պաշտպանության մասին չմտածեն, որ ռմբակոծեն ինչ անենք, որ մտնեն ներխուժեն Երևան ոնց պաշտպանվենք, որպեսզի այդ հարցերի շուրջ ժողովուրդը չկենտրոնանա, իրանք ցասումը գցել են, վերապար թե Նիկոլ։ Արա երկուսին է ռադ անելա պետք, իսկ ռադ անելու համար պետքա ճիշտ պատկերացնել պատկերը, ճիշտ համախմբվել, ճիշտ մարդկանց հետ համախմբվել, ճիշտ մարդիկ էլ ասում են։ Նրանք են, ով մերժում է երկուսին էլ, երկու կողմին էլ, որ ինչի համար, ոչ թե էնի ճշտեր չունի կամ էնի ճշտեր չունի։ Նրանք ճիշտ են ասում, որ Նիկոլը Դավաճանը 100% ճիշտ է, բայց դա առիթ չի, որ ես իրանց հետ միանամ, որտեվ իրանք են այդ նույն դաշտից։ Նիկոլն է ճիշտ ասում, որ նա գործակալներ են ռուսական։ Այո, նրանք 100%-անոց ճշմարտության 50%-ը Նիկոլն է ասում, 50%-ը նախկինները, որպեսզի արժան հավատ լինի իրանց ասածները։ Բայց ամբողջությամբ երբ որ դա գումարում ես, դառնում է 100%-անոց ճիշտ։ Այսինքն ժողովրդին ծուղակի մեջ են գցել։ Այո, ինֆորմացիոն ծուղակի, դուք հենց տեսեք ինչքան լրատվամիջոցներ կան։ 100-ից ավել, ինչքան բլոգերներ կան, ու բոլորը, գրեթե բոլորը, ես 99%-ը շատ հազվադեպ եմ ես տեսնում համացանցում առողջ տրամաբանություն, շատ հազվադեպ եւ ուրախանում եմ, վերջով կա։ Եվ անպայման գիտեք ինչն է հետաքրքիրը, այդ հավանությունից կապեր ենք հաստատում եւ տեսնում ենք, որ մենք մի դաշտում պետք է լինենք։ Ու տենց էլ կատարում է, մեր շարքերը լայնանում են։ Մենք տեսեք, մարդիկ պատկերացնում են քաղաքական պայքարը հետեւյալ ձև։ Գրասենյակներն ուրա, պատասխանատուներն ուր են, տրանսպորտն ուրա, հա, դա պետք է։ Բայց աշխարհի այսօրվա վիճակում, եթե դու չունես, եթե այդ ամբողջ ռեժիմը աշխատում է նրա դեմ նաև, որպեսզի մեր նման մարդիկի վիճակի չեն դա անելու, վիճակի չլինեն դա անելու։ Իրանք աշխատում են, բայց մենք գոնե պետք է օգտվենք լրատվամիջոցների հնարավորություններից։ Դուք համախոհների հավաքի մասին եք խոսում, ոչ քաղաքական միավորի։ Չէ, ես խոսում եմ արժեհամակարգի ձևավորման մասին։ Համախոհության մասին։ Այո, այսինքն եթե մարդը ի սկզբանե չի գիտակցում, որ ինքը պետք է հանդես գա երկու կողմիներ հակառակ, որ ձևավորի իրական մաքուր ուժը, ճիշտ ուժը, ինքը պարզա ինքը շեղվելու է։ Իրա մեջից ցասումը կա, ցանկացած անգամ կիսամեռ ազգի յուրաքանչյուր անհատի մեջ կա այդ ցասումը, արա դա վերջին ինչ պետք է լինի։ Հստակ արձանագրի իր դիրքորոշումը։ Այդ ժամանակին, երբ որ Սերժ Սարգսյանը ասում էր եւի քաղաքականություն, հիմարություն էլի, հատենց հիմարացին բերին, սահմանադրությունը փոխեցին, այսինքն կապ չունի թե Նիկոլը եկավ, թե նույն Սերժը կմնար, այս սահմանադրությամբ Կրեմլի գործակալները շատ ավելի հեշտ են կառավարում, այսինքն մի հոգու կանչում են, իրանց զադանին տալիս են, ամբողջ Հայաստանը իրանց ձեռքում է, այսինքն իրական տարանջատում չեղավ իշխանությունների, գործադիր, օրենսդիր, դատական, չէ, այսինքն իրականում չեղավ, այն խեղճ մարդը բանը, Պաուլ Հարիկյանը մեռավ ասելով սահմանադրության փոփոխության անհրաժեշտության, չնայած ես ինքս եմ եղել դրա ջատագովը, բազմիցս ասել եմ, այո, պետք է, բայց առանձին զրույցների ժամանակ ես միշտ ասել եմ, ախր գիտեք ինչ կա, դա նման է նրան, այո, ինստիտուցիոնալ կարգով, այո, պետք է անել դա, բայց պրակտիկ, որ կատարես, անհնար է։ Ինչու՞։
որովհետև ոնց կարելի է գալ Սմոլենսկում նշանակված Գիտլերի կողմից ռուս պոլիցային համոզել, որ գիտեք ինչ կա, կոմերտական ուստավում փոփոխություն է պետք անել։ Դու խոսում ես Իվնասիրեն, հա, որում Իվնասիրեն։ Հա, այսինքն դու պոլիցիային կարայիր խոսալ կոմերտական ուստավից։ Նշանակ։ Հիմա Մոսկվայից նշանակված է սա, որ պահպանի Մոսկվայի կողմից հեշտ կառավարում է Հայաստան։ Դու կարող ես ասես, արի Մոսկվային պատմոշկա տանք։ Դու նախ պետք է իրան հեռացնես։ Կամ ուլտիմատիվ կարգով դնես իր դեն, եթե դու սա չարեցիր, դու դավաճանես։ Ահա, ինքը արձանագրում է, ասում է, լավ, դավաճանեմ, արա ոնց ուզում ես համարի, էսա։ Բայց գնա արդեն սկսի երկրորդ process-ը։ Այդ դավաճանին հեռացնելու process-ը, ազատագրելու Հայաստանը, ազատագրելու process-ը սկսի։ Սրա մասին է խոսքը։ Հիմա մենք պետք է ամբողջությամբ ազատագրման ճանապարհով գնանք։ Ազատագրում կեղծ վեհապարներից, կեղծ սրբազաններից, կեղծ քաղաքական գործիչներից, կեղծ Նիկոլա Պաշտներից ազատագրվել է պետք։ Եվ դրա ամբողջական վերջի իտոգը, որ նայում ես այդ կեղծերի հետևումով է կայնած, տենում ես Կրեմլը։ Բա ինչն է ազնիվ Հայաստանում ոչ կեղծ, այսպես ասեմ։ Ոչ կեղծ։ Հա, ինչ որ առողջ Իմ ու քո նման մարդիկը, որ դուք ամբողջ այս լրատվամիջոցների քաղաքականությանը դեմ այնուամենայնիվ ինձ հրավիրում եք ստուդիա, որ այս առողջ խոսքը գնում է դեպի ժողով։ Սուբյեկտիվ մոտեցում կասեն ձեզ։ Սուբյեկտիվ չի, սա հստակ է։ Սա հստակ է։ Եթե այդքան բան են, հələ մի հատ ցույց տվեք, էլ դուք տեսել եք այդ պետական կամ ոչ պետական TV-ները, ալիքները ժամանակին ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանի լեռնաշխարհը կիսեցին։ Թուրքերը իրանց ուզած ձևով վարվեցին, այսինքն էլի Կրեմլում էր նախանշված դա, մշակված։ Դա ցեղասպանություն արին, ասենք չկա հայազգ, բարձր։ Ով որ ասենք մի քիչ շուստրեր միանգամից ասենք ընդ մուսուլմանություն ընդունեցին, օրինակ ասենք Համշինա հայերին ման փրկվան, դե լավ սրանց ձեռմի տվեք։ Կեսներ քուրդ գրվեցին։ Կեսներ քուրդ գրվեցին, այսինքն ինչ եմ ուզում ասել։ Էդի տենց իր հարցը լուծեց։ Այս մասում էր ում հասցրեցին ազգի կեսից շատ էլ նույն ցեղասպանությունն է, անունը չեն դրել ցեղասպանություն։ Անունը չեն դրել ցեղասպանություն, բայց իրականում ազգի կեսին տարան Սիբիրները, որոնք 1-2 տարվա ընթացքում գրեթե բոլորը զոհվեցին։ Այն մի մասին էլ տեղում գնդակարեցին։ Այն մի մասում էլ Սարդարապետի հերոսներին էլ կացնահարեցին։ Ես համաձայն եմ, որ հետեքնայում համեմատություն անեն, բայց ռուսները ավելի խորամանկ ու հեռահար էին գնում, որպեսզի վերջնական չոչնչացնեն հայ, այսպես ասած, տեսակը գոնե։ Բայց ուղեղները փոխել էին արդեն, իրանք արդեն դադարել էին հայ լինելուց էության մեջ։ Բոլորը բան էին, ինտերնացիոնալ կոմունիստ էին։ Այսինքն աստվածամերժ մասսա, բիոմասսա էր։ Մեր տատիկների շնորհիվ է, որ այն մասունքները պահպանվեք, այն տակուց երեխեքին քարոզել են Աստված, խաչդ կպահես ծոցից բան, ինչ որ ձև այս մասումները նոր սկսել է ժողովրդի մեջ տարածվել։ Եվ այսօրվա վեհապարներն էլ են, սրբազաններն էլ են, այդ նույն կոմունիստական ռեժիմի դրածոների հետնորդները։ Այն ժամանակ, երբ որ եկեղեցիները կոտորում էին, բոլշևիկները գալիս էին ասում են, արա եկեք, տես դվայնո ստանդարտ, երկու օգուտ քաղեր, ասում են վերջնական մի քայքայեք։